Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 2026-ի հունվարի 21-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղ իրավիճակ է։ Փոխվել է հռետորաբանությունը եւ ռազմական էսկալացիայի ռիսկը նվազագույն է։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն է հայտարարել կառավարության հարցուպատասխանի ժամանակ։ Նա անդրադարձել է նաեւ պաշտոնյաների աշխատավարձերին ու պարգևավճարներին, նշելով, որ պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատվել են 6.5 միլիարդ դրամով։ Նա նաեւ հայտնել է, որ փետրվարի 4-ին կմեկնի Աբու Դաբի մասնակցելու Զայեդ մրցանակի հանձնման արարողությանը։ Ադրբեջանը ընդունել է Թրամփի Գազայի խաղաղության խորհրդի հիմնավոր անդամ դառնալու հրավերը, ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտնել էր, որ Փաշինյանը նույնպես ընդունել է խորհրդին միանալու Թրամփի հրավերը։ Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է իր ղեկավարությամբ նոր միջազգային մարմնի խաղաղության խորհրդի ստեղծման մասին։ Այս կառույցին միանալու պաշտոնական հրավերներ ըստ որոշ տեղեկությունների ուղարկվել է գրեթե 60 երկրի։ Դրանց թվում են մի քանի նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Բելարուսը։ Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի պաշտոնավարման առաջին 365 օրերի 365 հաղթանակի ցանկը։ Ցանկի 143-րդ համարում նշվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։ 149-րդ համարում նշվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ ստեղծվել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու շրջանակ, սահմանելով հրադադարի պարտադիր ժամկետներ եւ վերականգնման խթաններ։ Ամերիկայի նախագահ Թրամփը Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին։ Նախագահ Պուտինն ինձ ասաց, չէ հավատում, որ դուք կկարգավորեք այդ պատերազմը։ Ես 10 տարի փորձում էի կարգավորել այդ պատերազմը։ Հայաստան եւ Ադրբեջան, նրանք կռվել են երկար տարիներ։ Եվ վերջապես ես երկու երկրների ղեկավարներին հրավիրեցի իմ գրասենյակ։ Օվալաձև աշխատասենյակը գեղեցիկ է։ Այն հիմա շատ ավելի գեղեցիկ է, քան երբևէ։ Եվ նրանցից մեկն ասաց. ես 22 տարի եղել եմ Ադրբեջանի առաջնորդը։ 22 տարի ես սպանել եմ նրան ժողովրդին։ Իսկ մյուս պարոնը երկուսն էլ շատ լավ տղաներ։ Ասաց ես այստեղ եմ 7 տարի եւ 7 տարի ես սպանել եմ նրան ժողովրդին եւ նրանք ամեն ինչ սկսեցին նորից, ապա հայտնվեցին կողք կողքի։ Երբ մենք ավարտեցինք, նրանք արդեն գրկախառնվում էին միմյանց հետ։ Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարող են հատել սահման առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք։ Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական գագաթնաժողովի Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը թեմայով պանելային քննարկման ժամանակ։ Ապագան կախված է մեզնից, եսի նկատի ունեմ մեր երկու երկրների հատկապես ղեկավարներից, իսկ արդեն մեր երկու երկրի ղեկավարները ցույց են տվել իրենց պատրաստակամությունը եւ ամենակարևորը, ինչպես նաեւ նշեց պարոն Ալիևը, ցուցաբերել են քաղաքական խիզախություն կամք, որ իսկապես հանուն խաղաղություն կարող են արվել քայլեր, որոնք կհաստատեն այդ խաղաղությունը։ Եվ այն ինչ մենք չենք տեսել 30 տարուց ավելի, մենք հիմա ապրում ենք այդ իրավիճակում։ Եվ իրականում անհավատալի էր, որ 2 տարի առաջ, նույնիսկ 1 տարի առաջ կարելի էր կարճ ժամանակում հասնել այսպիսի մի իրավիճակի, երբ որ արդեն մենք Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի ապրանքներ ստանալ Ադրբեջանից անմիջապես Վրաստանի տարածքով։ Հայաստանը դիմել է Ադրբեջանին բեռները դեպի Ռուսաստան տարանցելու թույլտվության համար։ Դավոսի տնտեսական հանձնաժողովում հայտարարել է Իլհամ Ալիևը։ Տարածաշրջանային տրանսպորտային ուղիների համատեքստում նա հիշեցրել է, որ արդեն իսկ Ղազախստանից, Ռուսաստանից դեպի Հայաստան փոխադրում է իրականացվել Ադրբեջանի, ապա նաև Վրաստանի տարածքով։ Նա համոզված է, որ շատ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ուղիղ փոխադրումներ կիրականացնեն։ Ալիևը վստահություն է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը զուգահեռ կլինեն։ Transportation goes through Georgia. Այսօր փոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, բայց կգա մի օր, երբ դա ուղիղ Ադրբեջանից Հայաստան ու Հայաստանից Ադրբեջան կլինի, եւ այդ օրը շատ հեռու չէ։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը զուգահեռ կլինեն։ Արդարադատության նախարարությունը հերքել է VT for Agent Policy հարթակում տարածված տեղեկությունը, թե իբր վարչապետ Փաշինյանը իր մերձավորներից դատավորներ է նշանակել քաղաքական դաշտը մաքրելու նպատակով, ընդգծելով, որ այդ պնդումները ապատեղեկություն են։
Նախարարությունը պարզաբանել է, գործընթացը կարգավորվում է բացառապես սահմանադրությամբ եւ օրենքով, իրականացվում է բազմափուլ ու թափանցիկ մեխանիզմով եւ չի կարող կապվել քաղաքական կամ ընտրական նպատակների հետ։ Վարչապետ Փաշինյանին միացած եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրաժարականը պահանջող մի խումբ եպիսկոպոսներ հայտարարել են, որ չեն մասնակցի փետրվարի 16-ից 19-ին Ավստրիայի Սանկտ-Փյոլթեն քաղաքում նախատեսված եպիսկոպոսած ժողովին եւ կոչ են անում այն չեղարկել։ Նրանք ժողովի անցկացումն արտերկրում համարում են երկպառակտություն սերմանող ու անհիմն պնդելով, որ այն պետք է գումարվի Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ 2025-ի արդյունքներով տնտեսական աճը Հայաստանում կազմել է 5.5-ից 6%։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա պարզաբանել է, որ վերջնական տվյալները հայտնի կդառնան վիճակագրական կոմիտեի տեղեկատվության հրապարակումից հետո։ Հովհաննիսյանը հայտնել է, որ 2025-ի հունվարից նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 8.3%, իսկ գնաճային միտումները մոտ են եղել թիրախային ցուցանիշների 3%-ի մակարդակում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է փոխել էլեկտրաէներգիայի մանրածախ շուկայում գործող կանոնները։ Ընդ որում, մրցակցային շուկայում գրանցվելու եւ դրա օգտատեր դառնալու վերջնաժամկետները, որոնք սպառողները պետք է պահպանեին, հետաձգվում է 1 տարով սկսած 2026-ի փետրվարի 1-ից։ Պատճառն այն է, որ էներգաբաշխող ընկերությունն այս պահին զբաղված է մեծ թվով էլեկտրահաշվիչների փոխարինմամբ եւ դրանց կառավարման համակարգի նոր ծրագրի ներդրմամբ։ Հետաձգումը թույլ կտա, որ այս գործընթացը կատարվի առավել համակարգված եւ արդյունավետ առանց շտապողականության եւ տեխնիկական խնդիրների։ Հունվարի 27-ը պաշտոնապես կսահմանվի հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր եւ այդ օրը կլինի ոչ աշխատանքային։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքը։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ռիփսիմե Հունանյանը հրաժարականը ներկայացրել Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նա նաև հավելել է, որ ինքնաբացարկ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց։ Դավիթ Խաչատրյանը հրաժարականը տվել Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից, շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին եւ Տիգրան Խաչատրյանին, ինչպես նաեւ նախկին նախարար Նարեկ Մկրտչյանին համատեղ աշխատանքի եւ իրականացված բարեփոխումների համար։ Օտարերկրյա քաղաքացիները պետք է Ռուսաստանում փոխարինեն կացության վկայագիրը 14, 20 եւ 45 տարեկան դառնալուց հետո։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունը, պարզաբանելով, որ կացության վկայագրի փոխարինման դիմումը կարելի է ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմնի միգրացիայի հարցերի ստորաբաժանում։ Ներքին գործերի նախարարությունում ընդգծել են, որ դիմումը անհրաժեշտ է ներկայացնել 1 ամսվա ընթացքում։ Մասնագետները նշում են, որ այս փոփոխությունները տեղավորվում են Ռուսաստանում վերջին տարիներին նոր թափ ստացած միգրացիոն քաղաքականության տրամաբանության մեջ, որն առնչվում է նաև Հայաստանի քաղաքացիներին։ Քաղաքացիության մասին օրենքը փոխեցին, հիմա այս հստակեցնում է դեպի քաղաքացիություն տանող այդ բոլոր ճանապարհները, այդ թվում կացության կարգավիճակը։ Փորձում ենք եւ փաստաթղթերը շրջանառություն անել։ Ամուսնությունների հիմքով ինչքան ունենք, ու այդ փաստաթուղթը բառացիորեն միգրանտների բառերով ասեմ, վիտնաջիցեցվա գնանք սարքի։ Այսինքն դա process-ը, որ գտնվեն սարքելու։ Վերջին օրերին Վայոց ձորի, Տավուշի եւ Երևանի տարբեր ճանապարհներում ոստիկանությունն արձանագրել է վարորդների կողմից երթևեկության կանոնների խախտումներ, որոնք վտանգել են իրենց եւ այլ մարդկանց կյանքը։ Կախված դեպքերով մեքենաները VAZ-2114, Mercedes VAZ-2107, BMW տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։ Ոստիկանությունը կրկին հորդորում է ուշադիր լինել եւ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Լոռու մարզում շինարարական ընկերությունը 2024-ի հոկտեմբերից դեկտեմբերին ապօրինի ոչնչացրել է 327 ծառ, 208-ը պետական, 119-ը համայնքային տարածքում, պատճառելով շուրջ 4.5 միլիոն դրամ վնաս։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, վնասը ամբողջությամբ վերականգնվել է, իսկ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն։
Իրանի կողմից սպառնալիքների դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները կկիրառի կոշտ պատասխան, ընդգծելով, որ նման դեպքում ամբողջ երկիրը կարող է հոդս ցնդել, հայտարարել է Թրամփը։ Նա քննադատել է Ջո Բայդենին Իրանի նկատմամբ բավարար կոշտ դիրքորոշում չունենալու համար։ Թրամփի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իրանի մեջլիսի խոսնակը զգուշացրել էր, որ Թեհրանը պատրաստ է պատասխան քայլերի, եթե Ամերիկան հարձակում ձեռնարկի Իրանի դեմ։ Վաշինգտոնը եւ Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետ պատերազմյան վերականգնման վերաբերյալ $800 միլիարդ համաձայնագիրը, ինչպես նախկինում նախատեսված էր։ Աղբյուրի փոխանցմամբ Ամերիկայի եւ Ուկրաինայի նախագահներ Թրամփը եւ Զելենսկին պետք է ստորագրեին փաստաթուղթը, սակայն երկու առաջնորդների միջև հանդիպումը, որի ժամանակ դա պետք է տեղի ունենար, չեղարկվել է։ Ֆրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմական վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար նախագահ Թրամփի կողմից տարածքի նկատմամբ պահանջների մասին հայտարարությունների ֆոնին։ Ֆրանսիան խնդրել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում եւ պատրաստ են ներդրում ունենալ, հայտարարել է Մակրոնը։ Ավելի վաղ Թրամփը անհասկանալի պատասխան էր տվել լրագրողային հարցին, թե որքան հեռու է նա պատրաստ գնալ Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու համար։ Նա նշել էր, որ ամեն ինչ շուտով կպարզվի։ Բենյամին Նեթանյահուն ընդունել է Թրամփի հրավերը միանալու նրան նախաձեռնած խաղաղության խորհրդին, որի նպատակն է հակամարտությունների կարգավորումը սկսած Գազայի հատվածից։ Ավելի վաղ խորհրդին միանալու համաձայնություն են տվել մի շարք երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելարուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Արգենտինան, Հունգարիան, Վիետնամը, Մարոկոն եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Մինչդեռ եվրոպացի դիվանագետները մտահոգություն են հայտնել, որ նախաձեռնությունը կարող է դիտվել որպես ՄԱԿ-ի այլընտրանքային հարթակ։ Իսպանիայում 2 օրում երկրորդ ողբերգական պատահարն է տեղի ունեցել։ Մեծ արագությամբ ընթացող գնացքը Բարսելոնայում բախվել է հորդարատ անձրևի պատճառով փլուզված հենապատին։ Գնացքի մեքենավարը տեղում մահացել է, ավելի քան 37 մարդ վնասվածք է ստացել։ Շատերը ծայրահեղձանր վիճակում են, փրկարարները տուժածներին դուրս բերելու համար ստիպված են եղել մասերի բաժանել վագոնը։ Երկաթուղային վթար է տեղի ունեցել Լեհաստանում, ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից, գնացքում մոտ 20 մարդ է եղել։ Գերմանական Բիլդն էլ գրել է, որ վթար է տեղի ունեցել նաև Համբուրգի Բիլշտեդ կայարանում մետրոյի գնացքի մասնակցությամբ դատարկ շարժակազմը ուղու վրա բախվել է փակուղային հենակետին, ինչի հետևանքով 3 վագոն դուրս է եկել ռելսերից։ Հնդկաստանում փիղը հետապնդում է տեղացիներին, ընդամենը մի քանի օրվա ընթացքում կենդանի սպանել է ավելի քան 20 մարդու, այդ թվում 3 երեխայի։ Սա ծայրահեղ ագրեսիայի վիճակ է, որն առաջանում է տեստոստերոնի հանկարծակի աճից, սովորաբար տևում է 30-ից 45 օր։ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը աճում է միլիարդներով։ 2018 թվականի վերջին պետական պարտքը կազմել է $6.9 միլիարդ, 2025-ի արդյունքներով $14.5 միլիարդ։ Նախորդ տարի կառավարությունը հաստատել է միջնաժամկետ ծախսերի շրջանակ։ Ֆինանսների նախարարությունը 2030 թվականին ձգտում է հասնել 1% դեֆիցիտի։ Պարտքը աճում է եւ ինչ-որ մի միլիարդից դարել է մի հատ ուրիշ միլիարդ, բայց այդ մենք 1000 անգամ խոսել ենք դրա մասին, որ այդ հիմա պետություններ էլ կան, որոնք տրիլիոններով ունեն։ Հիմա ինչի ենք այդ միլիարդից խոսում, դրա համար պետք է խոսենք դրա համամասնությունից։ Եվ ես կարող եմ ասել, որ օրինակ 2018 թվականին պարտքը նրան 52% էր, 51 ու քանի տոկոս էր, հիմա 48% է։ Այսինքն մեր հնարավորությունները պարտքը սպասարկելու ավելի մեծացել են, կամ այլ կերպ ասած, կարելի է ասել այն ծախսերը, որը մենք արել ենք պարտքի հաշվին, տվել են այն արդյունքները, որով հնարավոր է եղել մեր հնարավորությունները, մեր եկամուտները մեծացնել այնպես, որ մենք շարունակում ենք խնդիր չունենալ այդ ձեր ասած աճի պայմաններում, խնդիր չունենալ այդ մեծացած պարտքը սպասարկելու ուղղությամբ։ Կառավարությունում ներդրվել է նախարարների աշխատանքի գնահատման հավելավճարի պիլոտային համակարգ։ Ֆինանսների նախարարի խոսքով պետական պաշտոնյաների աշխատավարձերը վերջին 5-6 տարիների ընթացքում չեն փոփոխվել, ինչն առաջացնում է որակյալ մասնագետների ներգրավման խնդիրներ պետական համակարգում, հատկապես մասնավոր հատվածում բարձր եկամուտներ ունեցող անձանց համար։ Իմ դիրքորոշումը եղել է նա, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար անձնակազմի աշխատավարձը երևի այդքան ճիշտ չի եւ պետք է ներդնել մի համակարգ, որտեղ առնվազն կկարողանանք որոշակի թիրախներ դնել եւ այդ թիրախների
գնահատման արդյունքով տրամադրել այսինքն այդ աշխատավարձի բարձրացումը լինի ոչ բոլորի համար նույն ձևով, այսինքն նրանց համար, ովքեր կունենան ավելի լավ կատարողական, նրանց համար կլինի մի փոքր ավելի, մյուսների համար մի փոքր պակաս։ Նախորդ տարին ընդհանուր առմամբ դրական է գնահատում ֆինանսների նախարարը։ Հիմնական դրական ցուցանիշը ՀՆԱ-ի աճն է։ Համաձայն կանխատեսումների այն կլինի 5.5-ից 6% շրջանակներում։ Մի էական կարևոր ցուցանիշ է մեզ համար հարկեր հնա բարելավումը, որը ավելին է եղել, քան պլանավորված է եղել 2025 թվականի բյուջեը, որովհետև մենք ամեն տարի թիրախավորել ենք 0.5%-ային կետով հարկեր հնայի բարելավում, եւ եթե ամեն ինչ մեր կանխատեսումների շրջանակում լինի, ամենայն հավանականությամբ մենք կունենանք 1%-ային կետով հարկեր հնա բարելավում 2024 թվականի համեմատությամբ եւ կհասնենք արդեն 24.5%-ի։ 2026 թվականին պետական պարտքի սպասարկման ծախսերը ամենայն հավանականությամբ կլինեն պլանավորվածից ավելի ցածր։ Սա պայմանավորված է շուկաների դրական զարգացումներով, ինչպես միջազգային մակարդակում, այնպես էլ Հայաստանում։ Օտարերկրյա ներդրողները եւս մասնակցում են Հայաստանի տեղական աճուրդներին, ինչը դրական ազդեցություն է ունենում տոկոսադրույքների նվազման վրա։ Հունվարի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում Ծովազարդ գյուղի վարչական տարածքում Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինության մոտ 2 տղամարդ վերանորոգման աշխատանքներ են կատարել։ Վերամբարձ կրունկով պետք է ապակիներ տեղադրեին, սակայն մոտ 12 մետր բարձրության վրա ճոպանը կտրվել է, նրանք ընկել են։ Երևանի 61-ամյա բնակիչ Արտուշը մահացել է, իսկ Կոտայքի մարզի 35-ամյա բնակիչ Մամիկոնը վնասվածքներով տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն։ Ժամանել են մարզի քրեական ու քննչական վարչությունների պետերը։ Հունվարի 20-ին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում 49-ամյա Արամը ցեմենտ տեղափոխող Վոլվոյով դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջված հայտնվել ձնագույտերի մեջ։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Ճանապարհը պատված էր ձյան շերտով ու մերկասառույցով։